Սիրելի Սուրբ Հոգի, այսօր եկել ենք քո տունը, քո առջև սիրելի Հիսուս, եկել ենք պաշտեն քեզ, եկել ենք սիրելի Հիսուս, այսօր այն օրն է Տեր, որ քո հոգին իջավ Մայրամի վրա եւ նա հղիացավ Սուրբ Հոգուց, Սուրբ Հոգի, այսօր այդ օրն է, որ դու զորացրեցիր Հիսուսին, երբ որ նա ջրով մկրտվեց, ջրից դուրս եկավ, դու իջար նրա վրա զորությամբ, սիրելի Սուրբ Հոգի, դու օծեցիր նրա ծառայությունը, սիրելի Սուրբ Հոգի, այսօր այն օրն է, որ երբ որ մեր Տերը գերեզմանում էր նրա մարմինը դրված 3 օր եւ խոսքն ասում է Քրիստոսի հոգին Հիսուսին մեռելներից հարություն տվեց, այսօր քո օրն է, սիրելի Սուրբ Հոգի, ես գոհանում եմ քեզանից, որ այսօրը մենք հատկապես նշելու ենք քեզ, խոսալու ենք քո մասին, քո զորության մասին, խոսալու ենք այն գործերը, որ դու մեջ արել ես ու անելու ես, դու այդ Աստվածն ես մեր մեջ, դու վերնատան Աստվածն ես, սիրելի Սուրբ Հոգի, Հովանու 13-ի մեջ դու ներկայիր, որ Հիսուսը վերնատանը իր աշակերտների ոտքերն էր լվանում, դու այդ վերնատանը ներկայիր, որ աշակերտները միասին քո արյուն ու մարմինը ճաշակեցին, դու այդ վերնատանն էիր, որ մեր Տերը Հովանու 17-ի աղոթքը բարձրացրեց քո եկեղեցու համար, սիրելի Սուրբ Հոգի, դու այն հոգին ես, որ Պենտեկոստեի օրը իջար այդ վերնատունը, մենք այսօր հրավիրում ենք քեզ այստեղ մեր ծառայությանը, բացում ենք մեր ծառայությունը քո առջև, սիրելի Սուրբ Հոգի, մենք հավատում ենք, որ դու ավելի մեծ գործեր ունես մեր մեջ անելու այսօր, շարժվիր մեր մեջ, շարժվիր մեր մեջ, կրակովը սիրելի Սուրբ Հոգի, Գործք առաքելոց 1:8 եւ խոսքն ասում է, եւ Հիսուսը 40 օր երկրի վրա շրջելուց 500-ից ավել առաքյալների աշակերտների երևանուց հետո նա իր աշակերտներին այս պատվերը տվեց, բայց դուք զորություն կստանաք երբ Սուրբ Հոգին գա ձեր կյանքի մեջ, սիրելներ, առանց Սուրբ Հոգու ամեն բան սուր է, առանց Սուրբ Հոգու մենք ունենանք քրիստոնյայի պատկերն ու նմանությունը, բայց զորությունը չենք ունենա, բայց երբ որ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, իմ վկաները կլինեք այստեղ Սակրամենտոյում, Հրեաստանում, Սամարիայում, աշխարհի ծայրերը, հալելույա, փառք քեզ Հիսուս, խոսքն ասում է, երբ քաղաքը մտան աշակերտները Երուսաղեմ գնացին, բարձրացան վերնատուն, որտեղ ապրում էին, մենք կիրակի օրերը ուղղակի չեն գալի այստեղ, մենք գալիս ենք սպասումներով, մենք գալիս ենք ապրում ենք Քրիստոս այս տան մեջ, մենք գալիս ենք սիրելներ, ապրում ենք Քրիստոսի հոգին մեր մեջ, փառք քեզ Հիսուս, փառք քեզ Հիսուս, սիրելի Սուրբ Հոգի, այսօր քո երկրպագությամբ արի մեր մեջ, արին է գործիր մեր մեջ, այս սեղանն է, որ դու պատրաստել ես Պենտեկոստեի, օրհնում ենք մեր Քրոջը, օրհնում ենք սիրելի Հիսուսն արին է Քրոջս իր ձեռքի գործը, Սվետ քույրս գաք նշեք այս սեղանը եւ այս սեղանը օրհնենք եւ երկրպագությամբ բացենք աղոթքով բացեք ծառայությունը Սպասելով քո զավակներին, քո տան
ասում ենք, որ կրկին անգամ վայելենք քո հոգու զորությունը Տերս, քո հոգու ներկայությունը Տեր իմ Աստվածս, թափիր քո հոգին Տեր իմ Աստվածս ամեն մեկիս վրա, մենք փափագով ենք եկել Տեր, ճաշակելու ու վայելելու քեզ, այս ժամերի մեջ, այս օրերի մեջ Տեր իմ Աստվածս, որովհետև դու մեզ հետ ես, դու ասեցիր ես ձեզ հետ եմ լինելու, մինչև աշխարհի վերջը, գոհանում եմ Տերս, օրհնիր մեր այս ժամանակը, որ միասին անցկացնելու ենք, օրհնիր մեր խումբը, որը այսօր մեզ լեցնելու է քո ներկայությունով Տերս, քո փառաբանությունով, օրհնիր այս սեղանը, որ քույր ու եղբայրներիս հետ մասնակցելու ենք Տերս, բաժնեկցելու ենք, օրհնիր մեր խոսքը Տերս, որ մեր հոգի միջոցով Տեր դու լցնելու ես մեր սիրտը եւ հորդորելու ես մեզ, պատրաստվելու ենք մենք քո գալուստի համար, Հայր իմ Աստվածս, շնորհակալ ենք Տեր իմ Աստվածս, գոհանում ենք, գնահատում ենք այն ամենը, ինչ որ անում ես եւ անելու ես, որովհետեւ դու եկեղեցու գլուխն ես եւ պատրաստ ես ամեն բան անելու քո եկեղեցու համար, քո եկեղեցու միջոցով եւ քո եկեղեցին դեպի երկինք հասցնելու Հայրս, գոհանում ենք Տերս եւ միաբան ողջ փառքը, պատիվը, մեծարանքը բարձրացնում ենք քեզ, քանզի արժան եք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյանս, ամեն ու ամեն։ Հին կտակարանում Պենտեկոստեն սերտորեն կապված էր առաջին պտուղների ընծայման հետ։ Պենտեկոստե բառը նշանակում է 50-րդ, որովհետև այն նշվում է Զատկից 50 օր հետո։ Հրեական տոների մեջ այն կոչվում է շաբաթների տոն, Շավովոտ։ Այդ տոնի ժամանակ ժողովուրդը Աստծուն էր բերում իր բերքերի առաջին պտուղները, որպես շնորհակալություն եւ նվիրման ընծա։ Աստված պատվիրել է Իսրայելին բերել ցորենի բերքի առաջին պտուղները իր առաջ։ Քո հողի առաջին պտուղների լավագույնը պիտի բերես Տիրոջը, քո Աստծո տունը։ Ելք 23:19։ Այս տոնը մարգարեական կերպով մատնանշվում էր նոր կտակարանում կատարվելիք ավելի մեծ իրականությունը։ Գործ երկրորդում Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին թափվեց եւ շուրջ 300 մարդ փրկվեց։ Այս հավատացյալները դարձան այն մեծ հոգևոր հունձքի առաջին պտուղները, որ պիտի մտնեին Աստծո արքայություն եկեղեցու միջոցով։ Հակոբոսն էլ ասում է. նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների առաջին պտուղը լինենք։ Հակոբոս 1:18։ Այսպիսով հոգևոր իմաստով հին կտակարանի Պենտեկոստե բերքի առաջին պտուղները նոր կտակարանի Պենտեկոստեի փրկված եւ Սուրբ Հոգով լցված մարդկանց առաջին պտուղներն են։ Ամեն։ Նայում եմ քեզ, Տեր իմ թագավոր, քեզ եմ ձգտում երես մնալ
ասենք Տիրոջը Քեզ եմ ձգտում, երես փնտրում, Հիսուս, թող փառքդ իջնի ինձ վրա։ Բարձրացնում եմ ձեռքերս դեպի վեր Բարձրացնում եմ ձեռքերս դեպի վեր, շնորհակալ եմ իմ Հայրի սեր, փափագում եմ ներկայություն Հիսուս, թող փառքդ իջնի ինձ վրա։ Փափագում եմ ներկայությունդ Տեր Հիսուս Փափագում եմ ներկայություն Հիսուս, Թող փառքդ իջնի ինձ վրա փառքդ իջնի ինձ վրա։ Եկեք երկենք ասենք թող հոգիդ իջնի Տեր Հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի ինձ վրա, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի ինձ վրա։ Նորից երկենք թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի ինձ վրա, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի Տեր, թող հոգիդ իջնի ինձ վրա, իջնի ինձ վրա։ Թանկագին Աստծո Սուրբ Հոգի Տեր Ահա այս վայրի մեջ մենք հավաքվել ենք այսօր յուրահատուկ ձևով տոնելու քո գալուստը Քո այն հանդիպումը Տեր, քո այն մտերիմ հանդիպումը մարդկության հետ Քեզ հավատացողների հետ Հիսուս Աստված Եվ ահա այսօր Տեր Ինչպես մոտ 2000 տարի առաջ եկար եւ կրակել լեզուներ երևացին քո ժողովրդի մեջ եւ կարծես հովի ձայն լսվեց Տեր եւ բոլորը քո հոգիով լեցված սկսեցին լեզուներ խոսել այս վայրի մեջ թող կատարվի նույնը Տեր կատարվի այսօր նույնը փափագելով փափագում ենք Տեր որպեսզի դու գաս եւ փոխես ամեն ինչ Տեր որպեսզի գաս եւ շարժվես մեր խավարի վրա եւ խոսքդ գա որ եղավ լույս լինի եւ լույս լինի մեր հոգու ամենամութ անկյուններում Տեր մեր ոլորտների ամենամութ անկյուններում թող ծագի քո լույսը Տեր եւ գա քո փառքը Տեր եւ գա քո բժշկությունը գա քո ազատագրումը գա քո փառավոր ներկայությունը եւ իմաստը Տեր Օրհնում ենք քեզ, օրհնում ենք քեզ, օրհնում ենք քեզ։ Դու այստեղ ես, ոչ թե մենք խնդրում ենք, որ դու գաս, դու այստեղ ես, Տեր, հպվելու մեզ, փոխելու մեզ, բարձրացրելու մեզ, ազատագրելու մեզ, բժշկելու մեզ, դու այստեղ ես, Տեր։ Երկրպագում ենք քեզ, Տեր, երկրպագում ենք քեզ։ Բարձրացնենք մեր ձեռքերը Տիրոջի նշան այն բանի, որ մենք սպասում ենք քո հպմանը, Տեր։ Մենք սպասում ենք քո ներկայությանը, Տեր։ Մենք սպասում ենք քո զորավոր գործին, Տեր։ Մենք պարզում ենք մեր ձեռքերը երկինք եւ քեզ ենք սպասում, թանկագին Սուրբ Հոգի, Աստծո Սուրբ Հոգի, երկրպագում ենք քեզ, Հայր։ Քո հոգի շարժվում է Վայրում պատվում եմ քեզ պատվում եմ քեզ քո հոգի գործում է այս վայրում պատվում եմ քեզ պատվում եմ քեզ քո հոգի սրտե
պատվում եմ քեզ, պատվում եմ քեզ, քո հոգին շանքեր են առոքում, պատվում եմ քեզ, պատվում եմ քեզ, դու ես ուղի հարթող հրաշքներ գործող խոստում տահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ուղի հարթող հրաշքներ գործող ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ուղի հարթող հրաշքներ գործող Աստված ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ես ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու 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 թե անգամ չեմ տեսնում դու գործում ես Թե անգամ չեմ տեսնում դու գործում ես Թե անգամ չեմ զգում դու գործում ես Չես դադարին, ինչ ես թողնի Տերին Չես դադարին, բարձրացնենք եւ դավանենք այս խոսքերը թե անգամ Թե անգամ չեմ տեսնում դու գործում ես Թե անգամ չեմ զգում դու գործում ես Չես դադարին, ինչ ես թողնի Տերին Չես դադարին, ինչ ես թողնի Տերին Թե անգամ չեմ տեսնում դու գործում ես Թե անգամ չեմ զգում դու գործում ես Չես դադարին, ինչ ես թողնի Տերին Չես դադարին, ինչ ես թողնի Տերին Ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ես ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ես ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու ահա թե ով ես դու ահա թե ով ես դու ահա թե եթե մենք մեր խոսքերով չենք կարողանում պահպանել մեզ նույնիսկ Աստված չի կարողանա պաշտպանել մեզ Աստծուց առաջ մենք մեր խոսքերով պետք է պաշտպանենք մեզ եկեք դավանենք մեր խոսքերով հռչակենք որ եթե անգամ ինձ դժվար է դու իմ կողքին ես եթե ընկած եմ դու ես բարձրացնողը եթե ամեն ժամ դու ամեն օր ինձ հետ ես ամեն եկեք մեր խոսքերով դավանենք եւ ասենք ահա ով ես դու Տեր երկրպագում ենք քեզ Տեր ահա թե ով ես դու ահա թե ով ես դու երբ դժվար է իմ կողքին ես Երբ դժվար է ինձ իմ կողքին ես Երբ ընկած եմ ես բարձրացնում ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ հետ ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ հետ ես Երբ դժվար է ինձ իմ կողքին ես Երբ ընկած եմ ես բարձրացնում ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ հետ ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ հետ ես երբ դժվար եկեք դավանենք մեր խոսքերով եւ հռչակենք Երբ ընկած եմ ես բարձրացնում ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ հետ ես Դու ամեն ժամ ամեն ուր ինձ ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող լույս ես դու խավարում իմ Տեր ահա թե ով
ասենք ահա թե ով ես դու, ով ես դու, ահա թե ով ես դու, ահա թե ով ես դու, մեր սիրելի Աստված, դու նա ես, որ մեր խավարը փոխում ես և լուսավորում ես մեր կյանքերը Տեր, դու նա ես, որ մեր վատ արարքների բնավորությունները փոխում ես և սարքում ես մեզի անարատ, մաքուր, դու նա ես, որ բժշկում ես Տեր, դու նա ես, որ ամեն հիվանդություններից ազատում ես մեզ Տեր, դու նա ես, որ ջախջախում ես ամեն մեղքի կապանք մեր կյանքից և ամեն խավար հեռացնում ես Տեր, դու նա ես, որ ամեն դիվական կառույց, որ տարիներով վեր է խոյացել մեր կյանքի մեջ, ջախջախում ես, հիմնահատակ ես անում և ոչնչացնում ես Տեր, և կառուցում ես աստվածային քո կառույցը Տեր, երկրպագում ենք քեզ, երկրպագում ենք քեզ թանկագին Սուրբ Հոգի և խնդրում ենք քո թանկագին հպումը, քո թանկագին ներկայությունը Տեր, թող հպվի քո զորությունը մեզ և լուսավորի, բարձրացնի Տեր, Սուրբ Հոգի, հպվիր դու հոգուս քո ջերմության, Սուրբ Հոգի, լուսավորիր միտքս կյանքից շողով և լեցրու, դու իմ սիրտը անհունվարության դագեցրու ինձ, կյանքի աղբյուրիմ ջերով, Սուրբ հոգուտ համար, պարքես, պարքավիթյան, այր Սուրբ հոգուտ համար, պարքես, պարքավիթյան, այր Սուրբ հոգուտ համար, պարքավիթյան, պարքավիթյան ասոր, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը Տիրոջը և երգենք նորից, այր Սուրբ հոգուտ համար, պարքես, պարքավիթյան, այր Սուրբ հոգուտ համար, պարքես, պարքավիթյան, այր Սուրբ հոգուտ համար, պարքավիթյան ասոր, Hallelujah.
այս խոսքը Փառքես Փառքավիցյան այլ Սուրբ ոգուտ համար Փառքես Փառքավիցյան այլ Սուրբ ոգուտ համար Փառքես Փառքավիցյան այլ Սուրբ ոգուտ համար Փառքավիցյան Փառքավիցյան Աստծո Երկրպագում ենք քեզ Տեր, խնդրում ենք թույլ տուր մեզ մտնել քո փառքի մեջ եւ հանձնել մեր սիրտը քեզ Տեր, երկրպագում ենք քեզ, պաշտում ենք քեզ, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, երկինք ասենք Տեր, սպասում ենք քո Սուրբ Հոգուն, ինչպես Պենտեկոստեի օրը եկար Սուրբ Հոգի, այսօր սպասում ենք քեզ այդ ձևով, արի խնդրում ենք Տեր, արի մենք աղաչում ենք քեզ թանկագին Սուրբ Հոգի Հարգիր այս նշանալի օրը Տեր, հարգիր Տեր այսօրվա օրը, այս հրաշալի օրը Տեր եւ ներկայությունը թող գա եւ հպվի յուրաքանչյուրիս Տեր, թող հպվի քո ժողովրդին ամեն մեկին Տեր, այստեղ ամեն մեկս Տեր կարիքը ունենք Տեր, որպեսզի դու բաներ բացատրես մեզ Տեր, որպեսզի դու բաներ բացատրես եւ բարձաբանես մեզ Տեր, ոչ թե մեր անհավատության համար Տեր, այլ մենք քո կարիքը ունենք Տեր, մենք քո կարիքը ունենք Տեր, թույլ տուր ինձ մտնել քո փառքի մեջ եւ քեզ տրվել, ուզում եմ քեզ պաշտել Քեզ ամբեր չորհնել Ես սիրում եմ քեզ եկեք միասին երգենք Ես սիրում եմ քեզ Ես կյանք չունեմ առանց քեզ Փափագն իմ դու գիտես Քեզ են սպասում ես քոնն Օ Սուրբ Հոգի Աստծո Քո կենդանի գրակով արի
ձայնը Սուրբ Հոգի Աստծոքի Քո կենդանի գրակով արի Ով Պենտեկոստեի հոգի Քո պարքը թող չդադարի Հարգել է քեզ սիրելի Սուրբ Հոգի, Հիսուսի հոգի, Պենտեկոստեի հոգի, քո կամին կրակը, թող քո շունչը այստեղ կա ամեն մեկիս վրա, Տեր Հիսուս։ Պենտեկոստեի հոգի, ես խնդրում եմ քո շարժը այսօր այստեղ, ես զգում եմ քո ներկայությունը, սիրելի Սուրբ Հոգի, ես զգում եմ քո ներկայությունը ոսկորներիս վրա, մարմնիս վրա, Տեր, ես զգում եմ, Տեր, որ անցյալ կիրակի մենք խոսացինք 4 քամիներ, օտար քամիներ, ճնշող քամիներ, որ հարվածում են մեզ մեր կյանքում, բայց մեկ էլ հոգու քամին, Պենտեկոստեի քամին, Եզեկիել 37-ի մեջ գալիս է, մեռած ոսկորների վրա եւ ասում ապրիր, դու կյանք ունես, հալելույա Տեր, Տեր, բեր կյանք այսօր այստեղ, կյանք եւս մեկ անգամ, մեկ օր ավել ապրելու, մեկ օր ավել ազատագրություն, հրաշքներ տեսնելու, փառք քեզ Տեր Հիսուս, ես շնորհակալ եմ Պենտեկոստեի հոգի, շնորհակալ եմ քո հոգու շարժի համար, հալելույա Տեր, Ղուկաս 3:15-16 խոսքեր այսօր, երգը, խոսքն ու աղոթքը, թող խառնվի իրար սիրելի քույր եղբայրներ, Փառքեր Հիսուսին, Համար 15 ասում է ժողովուրդը սպասման մեջ էր, ամեն անգամ երբ որ ժողովուրդը սպասում է բաներ ա լինում սիրելներ, ես ամեն կիրակի եկեղեցի գալուց առաջ գալիս եմ նորոգված սպասումներով, երբ որ այդ դռնից մտնում եմ ներս, սպասում եմ նոր այցելություն, նոր շարժ, նոր բան պետք է կյանքիս մեջ լինի, խոսքը ասում է, ժողովուրդը սպասման մեջ էր, եւ բոլորն իրենց սրտում մտածում էին Հովանեսի մասին, գուցե Քրիստոսը նա է, Հովանես Մկրտիչ, բոլորին ասաց, ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկի կապերն արձակելու արժանիքներ չունեմ, լսեք, նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի, ժողովուրդը այս սպասման մեջ էր սիրելներ, նրանք սպասում էին մի բան պետք է լինի իրենց կյանքի մեջ, այսօր շատ արագ 3 կարևոր կետեր եմ խոսալու, որը որ կապված է սպասման եւ սպասման արդյունքի հետ, եւ ես կանչելու եմ սիրելներ, որ աղոթենք Պենտեկոստեի հոգին իջնի այստեղ, թող այս սեղանը, մեր նայրենքույրը, որ պատրաստել է, այս պտղաբերությունը գա մեր կյանքի, մեր ընտանիքների մեջ, այս թարմությունը, այս առաջի պտուղը, որ եկեղեցիներ, որ ծնվեց, հալելույա, փառքեր Հիսուսին, հալելույա, սպասման մեջ էին, Նոյը 140 տարի աշխատում էր ու սպասում էր, ծաղրում էին, ձեռ էին առնում, հայոյանքներ էին տալիս, նա սպասում էր, սիրելի քույրս, եղբայրս, Աբրահամը, Սարան 25 տարի սպասում էին ու սպասում էին, որ Տերը պետքա գործ անի, զավակ պետքա տա նրանց, Հակոբը սպասեց 14 տարի, Ռաքելի համար, սպասում էին սիրելներ, Հովսեփը եղբայրներից մերժված, ծեծված, սիրելի եղբայրս, եղբայրներից, ընտանիքից մերժված, ծեծված 13 տարի, բայց նա սպասում էր, սպասում ես Տիրոջը, սպասում ես Հիսուսին, հալելույա, Աննան, սպասում էր որդի պետքա ունենա, Դավիթ թագավորը 15 տարի սպասեց, նա օծությունը ստացել էր, Սուրբ Հոգու օծությունը արդեն նրա վրա էր, սիրելիներ, բայց 15 տարի Աստված նրա մեջ բնավորություն էր կերտում, նրան պատերազմել էր սովորացնում սիրելներ, նրանք սպասում էին, հալելույա, Կույր Բարթեղեմիոսը, սպասման տարիների մեջ
Այս սպասման շրջանների մեջ Պենտեկոստեի օր ասեց գնացեք սպասեք մինչև երկնքից զորություն առնեք։ Գույր Բարթեղեմիոսը այդ սպասման տարիների մեջ սիրելիներ նա սովորել էր աղաղակ բարձրացնել։ Սպասման շրջանի մեջ աղաղակ բարձրացրու Տիրոջը։ Ասма երբ նա լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում է, սկսեց աղաղակելու ասել, որդի Դավթի Հիսուս, ողորմիր ինձ։ Ողորմություն խնդրելը շատ դժվար բան է։ Հասկանում եք, մուրացկան լինելը, հոմլես լինելը, ճանապարհների վրա ընկած, այս կարգավիճակն էր Բարթեղեմիոսի կարգավիճակը։ Ժողովուրդը նա աղաղակում էր, բայց ժողովուրդը ասում էին լուր մնա, աշակերտներ ասում էին լուր մնա, քեզանից սպասումներ չենք կարա, լավ բան չկա։ Բայց նայեք ինչ է ասում, ասում է նա ավելի էր աղաղակում, որդի Դավթի ողորմիր ինձ, քույր եղբայրս, երբ որ Տիրոջ տուն ես գալիս սպասումներով աղաղակիր եւ տես ինչ է լինելու։ Եվ ասում է տեսեք, նայիր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հռոմեացիները նրանք ովքեր մուրացկան էին, հոմլես էին, նրանց վրա մի բաճկոն էին գցում, մի շոր էին գցում եւ բոլորը երբ որ այդ մարդուն տեսնում էին, ասում էին այդ մարդը այդ կարգավիճակի մեջ է։ Նա երբ որ Հիսուսի ձայնը լսեց, իր անցյալը գցեց մի կողմ։ Այն ինչ որ աշխարհը իր վրա դրել էր, այն ինչ որ հռոմներ իր վրա դրել։ Ես չգիտեմ քո կյանքի մեջ ինչ պիտակավորումներ ունես, ինչա քեզ աշխարհը ասում, ինչ կա քո վրա, ինչ կարգավիճակ, ինչ հիվանդանոցներում, ինչ բաների մեջ, ինչ խառը շրջաններ։ Մի բան կարաս անես, գցիր մի կողմ սիրելիս։ Պենտեկոստեն դա է, նա գցեց մի կողմ եւ Հիսուսը նրան հարցրեց ինչ ես ուզում այսօր քո սպասման շրջանի մեջ։ Նա ասաց Տեր ուզում եմ տեսնեմ, Տեր ուզում եմ տեսնեմ այն բաները, որ երբեք չեմ տեսել։ Ուզում եմ ավելի խորը ձևով քո հետ հանդիպում ունենամ։ Ուզում եմ աչքերս բացես, տեսնեմ քո ներկայության այցելությունը իմ կյանքի մեջ, հալելույա։ Աշակերտները Պենտեկոստեի օրը միաբան հավաքվել են եւ սպասում էին սիրելիներ, ինչին Սուրբ Հոգու խոստմանը։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, առաջինը տունը լցվեց, որտեղ նստած էին եւ նրանց երևացին բաժանված լեզուներ, որոնք նստեցին նրանց յուրաքանչյուրի վրա։ Տեսեք, ասма բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսալ։ Բոլորը սիրելներ, սա եկեղեցու կարգավիճակներ։ Բոլորը ոնց են կարանալու, գործենք, նորից առաջ գնանք, նորից մեծ բաներ անենք, եթե ոչ ասենք Պենտեկոստեի հոգի, Հիսուսի հոգի, այցելիր մեզ, լցրա մեզ, նորից եւս մեկ անգամ, հալելույա։ Եվ ասма սկսեցին խոսել ինչպես որ նրանց խոսել էր տալիս հոգին, հալելույա։ Քույրս եղբայրս, տաճարի մի գեղեցիկ դուռ կար։ Ես ժամերի մասին խոսացի մի կիրակի, երբ որ ունենում ես ժամ հատկացրած Աստծուն, այդ քո ժամերի մեջ Աստված գործում է քո հետ։ Ասում է մի կաղ մարդ կար նստած, մի այլ կաղ մարդ, որ ասում է նա սպասում էր ողորմություն ստանալ ամեն օր։ Նրա վրա էլ ինչ-որ մի վերարկու կար գծված, նրան ճանաչում էին որպես այդ քաղաքի դռան մոտ նստող մարդ։ Բայց խոսքն ասում է Հովանեսը եւ Պետրոսը տեսան նրան։ Նրա հետ խոսացին, ինչ որ բան կատարվեց նրա հետ։ Ասում է նա հայացքը նրանց վրա սևեռեց, ինչ որ նրանից վերցնելու ակնկալիքով, խոսքն ասում։ Ամեն օր որ գալիս ես տուն Աստծո, այդ ակնկալիքով ինչ պետք է ստանամ Աստծուց։ Պատկերացնում ես, ինչ ակնկալիքներ ունես, ինչ եմ ստանալու։ Տեր քո դռան առաջ, քո դռնից ներս մտնելուց առաջ, դա քո դուռն է։ Ես քո դռան առաջ նստած եմ, Տեր։ Ակնկալիքներ ունեմ։ Եվ ասում ասեցին, ոսկի ու արծաթ ունենք, բայց Հիսուսի զորավոր անունով վեր կաց եւ կանգնիր։ Եվ խոստ ասում այդ խոսքից հետո անգամ առաքյալը գնաց եւ ասում օգնեցին նրան որ վեր կանգնի։
Միգուցե ասես դեռ նստած եմ, զգում եմ շարժվում է հոգին այստեղ այս վայրում, զգում եմ մի բան։ Այստեղ մենք եկել ենք վեր կանգնացնենք մեկս մեկի, վեր բարձրացնենք մեկս մեկի սիրելներ, հալելույա։ Եվ պատասխանը սա էր, նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց նրանց այդ տաճարը մտավ, ասում է, քայլելով, ցատկելով եւ Աստծուն օրհնելով, երեք կարևոր բան։ Ամեն կիրակի որ գալիս ես, երբ որ սպասումներդ արդարացված են, այս դռնից ներս մտնելու ես քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով։ Կապ չունի կյանքիդ մեջ ինչ խնդիրներով ես անցել, ինչ դժվարություններով, Աստված նորից է քեզ բերելու, նորից է կանգնեցնելու։ Այն բաները նյութական, որ սահմանափակ են, ոչ մի բան չեն կարա մեր կյանքի մեջ անեն, ոսկին ու արծաթը Տեր իր հոգով կարանի։ Պենտեկոստեի հոգին, այս շարժը Պենտեկոստեից գնաց, գործ կառաքելոց հետաքրքիր է, շատ արագ էր ամեն բան լինում, Սուրբ Հոգու մկրտությունը, մեկ է ջրի մկրտությունը, անթաց, սիստեմատիկ, 3 գետում մկրտեցին 2 հոգու, Կարենին եւ Աննային, Դեստինի եկեղեցին են գնում, սիրելիներ, ասում եմ, ջրով մկրտվեք, մի սպասեք, ձեր կյանքը տվեք Հիսուսին։ Մի հոգի ասում է, դե խաչի վրայի ավազակը, ասում է, նա չէր մկրտվել, փրկվեց, ասում այո, փրկվեց, Աստծո շնորհքը մեծ է, փառք Հիսուսին իր շնորհի համար։ Բայց ասում եմ, սիրելիս, դու խաչի վրայի ավազակը չես։ Դու այսօր ունես հնարավորություն ոտքեր, ձեռքեր, քայլելու, ցատկելու, Աստծուն օրհնելու, Տիրոջ տունը գալու եւ Տիրոջից ընդունելու այդ ջրի մկրտությունը, փառքեր Հիսուսին։ Սամարիայում գնաց շարժը 7.5 տարի հետո Պենտեկոստ են պատկերացրեք, Գործք առաքելոց 2-րդն են կարդում, մեկ էլ սիրելիներ, Գործք առաքելոց կարդում ենք 8-րդ գլուխը, որ 7.5 տարի հետո նույն հոգին, նույն շարժը, նույն քայլելը, ցատկելը, Աստծուն օրհնելը նորից էլի գործում էր։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես կասեմ խեմ այս համարները կարդում, քիչ հետո կասեմ դրա մասին։ Երբ ասում արթնություն սկսեց այնտեղ, երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է խոսքը, փառքես Հիսուս։ Ամեն առաջի բանը հավատքը գալիս է լսել Աստծո խոսքից։ Սամարիան ընդունել է խոսքը։ Օ դիվանյանների ընտանիք ընդունիր խոսքը, ասա քո ընտանիքի ազգանունը, ասա ընդունիր խոսքը։ Սամարիան ընդունել է խոսքը, կյանք տվող խոսքը, փառքես Հիսուս։ Ես շնորհակալ եմ քո գրված խոսքի համար, լոգոս խոսքի համար, ես շնորհակալ եմ քո ռեմա հայտնություն տվող խոսքի համար։ Եվ Սամարիան ընդունել էր խոսքը։ Նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ասում են իջան այնտեղ, նրանց համար աղոթեցին, որպեսի Սուրբ Հոգին ստանան։ Սպասումները պետք է արդարացված լինեն, սիրելներ, Սուրբ Հոգին ստանան։ Չէ որ խոսքը լսել էին, չէ որ ջրով մկրտվել էին, բայց Սուրբ Հոգին ստանան։ Քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն այն Տեր Հիսուսի անունով մկրտվել էին, այն ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։ Փառքես Հիսուս, փառքես Հիսուս։ Ես աղոթում եմ այս տան համար Տեր Հիսուս, աղոթում եմ հիմա ամեն կաշկանդվածություն, ամեն ամոթանք, ամեն բան հեռանա Հիսուս։ Թող քո Հիսուս, քո Հոգին գա Տեր Հիսուս։ Ես խնդրում եմ Հիսուսի հոգու կատարյալ ներկայությունը մեր կյանքի մեջ եւ Սուրբ Հոգու ներգործությունը հիմա, փառքես Հիսուս։ Սուրբ Հոգին շարժվեց դեպի Կորնելոսի տունը 13 տարի հետո Պենտեկոստեից Կորնելոսի տան մեջ այս անգամ նա սպասում էր ամեն օր, նա բարերար մարդ էր, նրան ճանաչում էին բոլորը որպես Կորնելոս, հարգված, սիրված, համայնքի համար, հրյաների, Հռոմի սիրելի քույր եղբայրներ, բայց նա ասում էր մի բան իմ կյանքի մեջ պակաս է։ Գիտեք, ասում է, երբ որ հանդիպում ունեցան Պետրոսն ու Կորնելոսը, ասում է, մենք բոլորս այստեղ Աստծո առաջ ներկա ենք լսելու այն ամենը, ինչ Տերը պատվիրել է ասել, փառքես Հիսուս։ Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլորի վրա, այս խոսքը ասում է լսողների վրա, տեսեք խոսքը լսողների վրա։ Սուրբ Հոգու մկրտությունը ծնվում է խոսքից, խոսքը լսողների վրա,
Հալելույա, փառք ես Հիսուս։ Եվ ասում այնտեղ ասում է բոլոր ասում է Սուրբ Հոգով մկրտվեցին եւ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների վրա էր հեղվում, թափվում, որովհետեւ լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում եւ Աստծուն փառաբանում։ Լսել եք այդ տեսակ աղոթք ու փառաբանություն։ Տարբեր լեզուներով խոսում էին, երգում էին ու փառաբանում էին սիրելներ։ Հիմա միգուցե դու ասես այո, ես ընդունել եմ խոսքը, ապա ինչ է կատարվելու իմ կյանքի մեջ։ Երկրորդ բանը, որ պետք է անես, սիրելի քույրս, եղբայրս, պետք է խնդրես, պետք է աղաղակես։ Պետք է աղաղակես Տիրոջը։ Պետք է խնդրես Տիրոջը։ Շատեր ասում են Սուրբ Հոգու մկրտությունը ոնց է լինում, Արմեն եղբայր, իմ կյանքի մեջ սենց է եղել։ Ես չգիտեմ ոնց է լինում ամեն մեկի կյանքի մեջ տարբեր ժամանակներ, տարբեր տեղեր, տարբեր միջոցներով, մեկը ավտոյի մեջ, մեկը ավտոյից դուրս, մեկը տանը, մեկը ամեն մեկը տարբեր տեղ ինչ որ միտեղ զգացել է այդ կրակը։ Ես 11 տարեկան եմ եղել, սիրելներ։ Ես հիշում եմ, որ ջետի պես, ասում են ինչպես Սուրբ Հոգին թափվեց նրանց վրա, այդ նույն ձևով կյանքիս մեջ թափվեց։ Ու ես սկսեցի մեջիցս ուրախություն, սկսեց դուրս գալ Սուրբ Հոգու գետերը, հալելույա, փառք ես Հիսուս։ Բայց խնդրում էի Տիրոջը, Տեր խնդրում եմ, տուր ինձ Տեր։ Տերը արդարացնում է քո սպասումները։ Եթե չես սպասում, չես էլ խնդրում, սիրելիս, չես ստանա։ Տեսեք ասում է Հիսուսը Ղուկաս 11:13-ի մեջ, արդ եթե որ մենք չարենք, գիտենք բարի պարգևներ տալ մեր որդիներին, գալիս է իրանց ծննդյան օրը լավ նվերներ ենք առնում, տենցա թե տենց չի, քանի անգամ ամեն մեկին հարսանիքների օրը ծրարի մեջ գրում ենք, դնում ենք, գիտենք ամեն մեկին պատվել, գիտենք հարգանքը, պատիվը, լավ նվերներ տալը և գիտենք ինչ այդ նվերը, խարիզմա, հալելույա, նվերներ, պարգևներ, որ մենք դա անում ենք, մեր մարդ տեսակը դա անում է, որքան առավել ձեր երկնավոր հայր ասում է, որ Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից, սիրելիս։ Գիտես այս խնդրել բառն ու աղաղակելը միացած է իրար, խնդրում ես ու աղաղակում ես, սիրելիս, դու չգիտես երբ ոնց է լինելու, բայց բաց եղի Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգու ներկայության համար։ Մենք անցել ենք արտության տարիներ, 90-ականների ես հիշում եմ Հայաստանում Սուրբ Հոգին գործում էր, Սուրբ Հոգին իջնում էր մարդկանց վրա, հարյուրներով, հազարներով Սուրբ Հոգով մկրտվում էին, գիտեք խի, որովհետև սպասում էին։ Սիրելիս, այս եկեղեցին սպասող եկեղեցի է, ես ձեզ ասեմ, սա իմ տունն է, որտեղ որ ես եմ ապրում, վստահ եմ, որ դուք էլ, ձեր սիրտը, ձեր հոգին այստեղ է, մեկ կիրակի էլ Տեր Աստված ու բաներ ես անելու, մեկ կիրակի էլ ես խնդրում եմ քեզ Տեր Աստված, և երրորդ բանը պետք է ընդունես, մեջդ ինչ որ մի բան ես զգալու, զգում ես այս ներսդ ինչ որ շարժ կա, զգում ես տաքություն կա, մի բան գալիս այստեղ կանգնում է, բայց արգելում ես, հասկանում ես ես արձակիր, սկսի երգել, փառաբանել, երկրպագել, այդ ամենի մեջ սիրելի քույրս, եղբայրս, հոգին իջնելու է քո վրա, որ դու էլ երբեք չես պատրաստվել, որ դա կլինի։ Եվ ասում է Պետրոսը Պենտեկոստեի օրը սա ասաց, ապաշխարեցեք։ Ամեն առաջի քայլը Սուրբ Հոգու մկրտության ապաշխարությունն է։ Արձակիր կյանքիդ մեջ ինչ որ կա խնդիրներ, եթե կա աներողամտություն, դժվարություններ, արձակիր, միգուցե Սուրբ Հոգով մկրտվել ես, աղոթիր սիրելիս։ Նրանք ովքեր չեն մկրտվել, թող արձակեն, ապաշխարության սրտով ու հոգով գան Տիրոջը, եւ սիրելի քույրս, եղբայրս, ովքեր որ մկրտված եք, աղոթեք, մի մարեք Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ։ Եվ ասма ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուսի Քրիստոսի անունով ջրով մկրտվի եւ դուք Սուրբ Հոգու պարգևը կստանաք։
որովհետև այս խոստումը լսեք։ Այս խոստումը ձեզ, ձեր զավակների եւ բոլոր այն հեռավորների մեր համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչել է։ Այդ տենում եք խնդիրը որտեղ է, որ 21-րդ դարի եկեղեցին Սուրբ Հոգու փոխարինեց։ ChatGPT-ին Սուրբ Հոգուն փոխարինում է, AI-ը Սուրբ Հոգուն փոխարինում է, ամեն բան փոխարինում է։ Գիտեք, ոչ մի բան չի կարա փոխարինի այս հրաշք քույրիկի դաշտամուր նվագելը։ Մենք պրոֆեսիոնալ մարկանց չենք կանչում, սիրելներ։ Մենք պրոֆեսիոնալ երգիչներ չենք այստեղ բարձրացնում։ Տեր օրհնիմ Խաչատուր եղբայրս, որն այդ սիրտ ունի, եթե հոգի ունես երգելու, բարձրացի երկրպագի Տիրոջը։ Հասկանում եք, կարանք ձևակերպենք ChatGPT-ին անի, երգի, քարոզներ, այսօր կարաս քարոզի թեմա տաս, ընտիր քարոզ քեզ կարատա, սիրելիս, շատ ընտիր պատգամ կարատա, բայց Պողոս առաքյալը մի նախազգուշացում տվեց եկեղեցուն, ասեց լսի եկեղեցի, վերջի օրերի եկեղեցին ունենալու է աստվածապաշտության կերպարանքը, բայց ոչ դյունումս Սուրբ Հոգու զորությունը, զորությունը ուրացած են լինելու, սիրելիս, ես հիշում եմ Դեվիդ Վիլկերսոնը իր մահանալուց մի քանի ամիսներ առաջ նա մի մարգարեական պատգամ տվեց ու ասեց, նա միշտ արթնացնում էր եկեղեցուն, միշտ արթնացնում էր ու ասեց, վերջի օրերի եկեղեցին այսպես է լինելու, ասեց, էլի մարդիկ երկրպագելու են, երգելու են, պաշտելու են, էկրանի վրա ասմա գնալու է երգերի բառերը, ամեն ինչ, լուսավորումները, ամեն բան լինելու է, բայց հոգին չի լինելու։ Ու ասեց լսեք, մի օր երբ որ եկեղեցին հափշտակվի, այս բոլոր բաները նորից շարունակվելու է, երկրի վրա գալու է ամենամեծ ինքնախաբեության տարիները։ Դրա համար Հիսուսն ասեց, թող ոչ մեկ ձեզ չխաբի, եթե գամ երկրի վրա հավատքը գտնեմ, սիրելի քույրս, եղբայրս, ես զարմանում եմ մեր ազգի վրա, շատ եմ զարմանում այս դատար կաթոռների վրա, ես զարմանում եմ, որ այն փափագը, այն ծառավը, այն կրակը, պատկերացրեք, նահատակվել են առաքյալները, գլխատվել են, կյանք են տվել, մեր եկեղեցու հայրերը խոսք են ուղարկել, նրանք չեն ուղարկել, որ մենք այսօր ինչ-որ մի դե, ինչ-որ խորոված, քյաբաբով, ուտելիքով, ինչ-որ մի բան ասենք, փառք ես Տեր Աստված, սա Պենտեկոստեն է, Պենտեկոստեն առանց կրակի, առանց շարժի, առանց քամու, առանց Սուրբ Հոգու զորության Պենտեկոստե չի, սիրելի քույրս, եղբայրս, մինչև մահվանս վերջի շունչն էլ քարոզելու եմ Սուրբ Հոգու ներկայությունը, անկողնուս մեջ էլ, եթե բժշկված չլինեմ, կասեմ փառք ես Տեր Աստված, որ քո վերքերով իմ հոգին բժշկեցիր, փառք ես Տեր Աստված, որ քո հոգին զորացնում է, փառք ես քո Պենտեկոստեի հոգու համար, սիրելի քույրս, եղբայրս, հալելույա, Պենտեկոստեի հոգի, արի այստեղ սիրելի Պենտեկոստեի հոգի, այս երգը երկրպագությունը նորից երկրպագելու ենք, ես ուզում եմ, ովքեր որ կարիք ունեք լցվելու Սուրբ Հոգով, ուղղակի այս աղոթքը ընդունեք մեզանից, սիրելներ, ես կխնդրեմ մեր աղոթքի թիմը, գա առաջ եւ կխնդրեմ մեր եղբայրը, գա առաջ այսօր, Աստված այս եղբոր կյանքի մեջ հրաշք է անում, սիրելներ, մենք մի քանի տարիներ առաջ այսպիսի մի բան կատարվեց, Մելիք եղբոր տանը աղոթում էինք, ու ես չգիտեմ այս դժվար աղոթքը խի արեցի, ու միջև այսօր այդ աղոթքի տակից շատ դժվար եմ դուրս գալի, մի հատ շատ դժվար բան խնդրեցի Տիրոջը, ես էլ չէի հասկանում ինչ եմ խնդրում, բայց ասեցի Տեր, ուղարկիր կոտրվածներին, ուղարկիր նարկոմաններին, մարդիկ, որ իրենց կյանքի մեջ դժվարություններ, խնդիրներ ունեն, պրոբլեմներ, այս աշխարհից հարստահարվածներին ուղարկիր,
ում համար եք աղոթելու, ում համար աղոթելու եք Սվետ քույր, թող իրենք ձեր դեմը կանգնեն, ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին, և հետաքրքիր է, Աստված ուղարկեց Արմենին մեր կյանքի մեջ սիրելներ, նա ռիհաբի տեղը վերականգնվում է, Մելիք եղբայրս ծառայում է Արսենի հետ, և այսօր այս եղբայրը երեք Գագոն այստեղ է, արի Գագոն, Գագոն զանգեց, այս սա Պենտեկոստեն է, սիրելներ, սա Պենտեկոստեն է, ամեն, Գագոն զանգեց գիշերը 10-ին, ասմա կներես, ասմա պաստր Արմեն, ասմա շատ ուշ եմ զանգում, բայց կարևոր բանով, մեկը կա, ասմա բենզակալոն կան, ասմա այդ գյաս ստեշնում, ասմա կարգավիճակ չունի, վերցրել եմ դեղերը, պայուսակը շպրտել եմ, կարիք ունի այցելության, այս եղբայրը սիրելներ, այսօր մենք հիմա իրան յուղով օծելու ենք, և այստեղից այս եղբայրը ուղարկելու ենք ռիհաբ, արդեն իր համար տեղ կա պատրաստած, ուղարկելու ենք, որ Աստված ազատագրի, ամեն, ես շատ ժամանակ, որ ասում եմ Տեր, ես ասում եմ այստեղ շատ դատար կաթորներ կա, այո, որովհետև դրսում ավելի շատ բռնված կապանքների մեջ մարդիկ կան, միգուցե այսօր դրանցից մեկը քո տղան է, քո աղջիկն է, քույրս, եղբայրս, ես խնդրում եմ կանգնենք, երկրպագենք, եկեք երկրպագենք, Պենտեկոստեի հոգի, իջիր այստեղ, աղոթի եղբայր համար, հալելույա, միացեք, հալելույա, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, Սուրբ հոգի Աստծո քո կենդանի գրակովարի Ով Պենտեկոստեի հոգի քո փառքը թող չդադարի Ով Սուրբ հոգի սիրելներ, աղոթում ենք, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, այս կիրակի Տեր, իմ վերարկուն գցում եմ իմ վրայից դուրս, Բարտեղեմիոսի նման, շպրտում եմ իմ վրայից, շպրտում եմ ամեն բան, որ այդ ծանրությունը վրաս է եղել, և այսօր սիրելի Սուրբ Հոգի այցելիր Սուրբ Հոգի, քո տան մեջ այցելիր, հալելույա, աղոթում են Գագոյի համար Տեր օրհնի, ո բրակա սաբարավարադա սաբարադա Եթե մեկը Սուրբ Հոգու մկրտության, այցելության, լեցունության, կամ ինչ-որ հոգս ունի կյանքի մեջ, առաջ եկեք սիրելիներ, փառքերը քեզ Հիսուս, միասին ենք ասում, ով Սուրբ Հոգի, ով Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, շնորհակալ եմ Տեր, ով բրակա սաբարադա քո կենդանի գրակովարի
գործում է։ Տերը գործում է, սիրելիներ։ Հալելույա։ Աղոթեք հոգով, ովքեր որ աղոթում եք, բարձրացրեք։ Ձեր աղոթքի ձայնը բարձրացրեք, սիրելիներ։ Հալելույա։ Թող պարգի զորությունը մեզ ստացվի, թող քո սուրբ կյանքի ջուրը հոսի, սրտերում արդարությունը քո տիրի, թող պարգի սուրբ ալիքը, թող պարգի սուրբ ալիքը գա, թող պարգի սուրբ ալիքը, թող պարգի սուրբ ալիքը գա, մենք կանգնած ենք հիմա քո առջև, մենք փնտրում ենք երեսը քո, ու մենք կանչում ենք աղաղակում Արգերը քեզ, Հիսուս։ ենք արի, Ամեն Հիսուս։ Հիսուս մեր Տեր Ամեն Տեր արի, Հալելույա, Արմենի համար։ Հալելույա։ թող պարգի զորությունը մեզ ծածկի, թող քո սուրբ կյանքի ջուրը հոսի, սրտերում արդարությունը քո տիրի, թող պարգի սուրբ ալիքը, թող պարգի սուրբ ալիքը գա, թող պարգի սուրբ ալիքը, թող պարգի սուրբ ալիքը գա, մենք կանգնած ենք հիմա քո առջև, մենք փնտրում ենք երեսը քո, ու մենք կանչում ենք, աղաղակում ենք արի, Հիսուս մեր Տեր արի, Արգերը քեզ, Հիսուս։ թող պարգի Թող պարգի զորությունը գա քո տան մեջ, Տեր Հիսուս։ ծածկի, Թող ծածկի իմ սիրտը, իմ թող քո միտքը։ սուրբ կյանքի ջուրը հոսի, Օ, հալելույա, Տեր։ սրտերում արդարությունը քո տիրի, թող պարգի սուրբ ալիքը, թող պարգի սուրբ ալիքը գա, Թող գա փառքից սուրբ ալիքը, սիրելի Հիսուս։ պարգի սուրբ ալիքը, Հալելույա, Տերս։ թող Հալելույա, Տերս։ սուրբ ալիքը Սուրբ ալիքը թող գա, Տեր։ Թող փառքից սուրբ ալիքը գա, Տեր։ Տեր, այսօր մենք բարձրացնում ենք, Տեր։ Բարձրացնում ենք այս քաղաքի չորացած ոսկորները։ Եզեկիել 37-ի մեջ որ ասում է, եւ Աստծո քամին եկավ, եւ այդ ոսկորների վրա ասում է փչեց, եւ ասում է նրանք կենթանացան։ Այսօր, Տեր, ես խնդրում եմ, Տեր, բեր արթնություն, Տեր Հիսուս, բեր արթնություն մեր տան, մեր ընտանիքների վրա, Տեր, բեր քո հոգու կրակը, Տեր Հիսուս։ Հայր, ես խնդրում եմ այստեղից, որ մենք գնանք, Տեր, թող ուղղակի սպասումներով գնանք, Տեր, սպասումներով, որ ասում է ժողովուրդը սպասում էին Հիսուսին, նրանք սպասում էին Սուրբ Հոգու եւ կրակի մկրտությանը աշակերտները, նրանք սպասում էին, որ նորից պետքա Սուրբ Հոգով լեցվեն։ Եվ ասում է խոսքը Գործ Առաքելոց 4-ի մեջ, եւ Աստծո Հոգին լցրեց իր ներկայությամբ ամբողջ տունը, եւ ասում է այդ ամբողջ տունը դղրդաց, եւ ասում է բոլորը նորից լցվեցին Հոգով։ Տեր, սա քո տունն է, Տեր,
Սա քո տունն է, որ դու պատրաստել ես։ Այս տունը բժշկության տուն է։ Այս տունը հրաշքների տուն է։ Այս տունը վերականգնման տուն է։ Այս տունը Տեր Աստված ապաշխարության տուն է։ Այս տունը քո ներկայության տունն է, Տեր Աստված։ Փառք քեզ Հիսուս, Հայր Աստված։ Մենք շնորհակալ ենք, Տեր։ Անչափ շնորհակալ ենք ու երախտապարտ ենք այսօր քեզանից, սիրելի Սուրբ Հոգի, այս հրաշք օրվա համար, որ դու մեզ շնորհել ես, որ դու մեզ տվել ես։ Ես ինչքան եմ քեզ օրհնում, սիրելի Սուրբ Հոգի, ինչքան եմ քեզ մեծարում։ Հիմա եկեք սիրելիներ ուղղակի փառք տանք Հիսուսին։ Փառք, 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 փառք։ Եկեք գոհանանք, ամեն մեկս գոհանանք, փառքերը քեզ, փառքերը քեզ։ Մեր մայրենի լեզվով գոհանանք Հիսուսից, գոհանանք, փառքերը քեզ, փառքերը քեզ։ Ասա երկրպագում եմ քեզ, պաշտում եմ քեզ, երկրպագում եմ փառքերը քեզ։ Դու մեծ ես, դու մեծ ես, դու հզոր ես, դու մեծ ես, արժանի ես փառքերի, փառքերը քեզ, փառքերը քեզ։ Եթե մի բան կարաս Տիրոջը տաս, դուր փառքը նրան, դուր ամեն փառքը նրան, պատիվն ու մեծությունը նրան։ Փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ, փառքերը քեզ սիրելի Հիսուս։ Այսօր գոհություն քեզ, գոհություն քեզ։ Փառք ես Տեր Հիսուս, որ գոհության, փառաբանության պատմուճանը իմ վրա գցեցիր։ Ես կարդացի այս համարը, որ Բարտեղեմիոս անունով այս կույր մարդը, նա երբ որ Հիսուսի ձայնը լսեց, ասում է իր վրայից այդ պատմուճանը շպրտեց, որ հռոմներ դրե, աշխարհներ դրե նրա վրա։ Այդ պիտակավորումը նա իր վրայից գցեց։ Եվ դրանից հետո, երբ որ քո հոգսը գցում ես Հիսուսի ձեռքերի մեջ, սիրելիս, մի կարևոր բան ա լինում։ Նա քո վրա գցում է, Եսայի մարգարեն ասում է, գովաբանության պատմուճանը։ Նա քո սուքը փոխում է ուրախության։ Դու դառնում ես կենթանի ջուր ու պաշտամունք Հիսուսի համար։ Փառքերը քեզ Հիսուս, այս հրաշք օրվա համար Տեր, քո եկեղեցու համար Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Սիրելի եկեղեցի մեր եղբոր համար աղոթենք եւս մեկ անգամ, որ նրա որոշումը հաստատ լինի, որ նա գնալու է ռիհաբ, այդ ռիհաբի տեղը աշխատեն նրա հետ, եւ մենք գնալու ենք, ծառայելու ենք։ Տեր, այո, դու նրան կմեկուսացնես, Տեր, որոշ ժամանակով մեծ նպատակների համար։ Այս սա Պենտեկոստեի քամին էր, Եզեկիելի անապատում մեռած չորացած ոսկորների վրա Սուրբ Հոգու քամին թող փչի։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ Եվ թող եկեղեցին ասի. Ամեն, ամեն։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Օրհնում ենք այս սեղանը։